Աշխարհում ծխողների թիվը անցնում է 1,5 միլիարդը։ Տարեկան 7 միլիոն մահ է արձանագրվում վատ սովորության հետևանքով։ Տասնամյակներ ձգվող այս համաճարակը համաշխարհային առողջապահության լուրջ մարտահրավերներից է։ Պետությունները պայքարում են ծխախոտի եւ նիկոտինային արտադրանքի դեմ, օգտագործելով տարբեր գործիքներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հրավերով շուրջ 17 երկրի ներկայացուցիչներ Հայաստանում են քննարկելու հակածխախոտային պայքարի ժամանակակից մոտեցումներն ու քաղաքականությունը։ Ծխելը վնասում է առողջությունը, դառնալով մի շարք հիվանդությունների, սրտի կաթվածի, ինսուլտի, քաղցկեղի առաջացման պատճառ։ Բացի այդ, այն բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։ Պետք է պարբերաբար անդրադառնանք այս համաճարակին, իսկ դա անելու համար կա միջազգային պայմանագիր, որը կոչվում է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա։ Վերջին ցուցանիշները փաստում են, ծխախոտի օգտագործումն աշխարհում նվազում է, սակայն խիստ մտահոգիչ է ծխախոտի այլընտրանքների տարածումը, հատկապես երիտասարդության շրջանում։ Մասնագետները համակարծիք են, պետք է ներդնել բոլոր ջանքերը երեխաներին եւ դեռահասներին ծխախոտային արտադրանքի օգտագործումից զերծ պահելու համար։ Մենք ընդունեցինք շատ կարևոր օրենսդրական փաթեթ եւ փակ տարածքներում ըստ էության այն գործարկվում է։ Իհարկե ունենք դեռ ճանապարհ, որպեսզի ամբողջությամբ օրենսդրությունը կիրառվի, բայց գիտեք նաև մշակութային փոփոխություն ունենք եւ սա էլ պետք է ընդգծել։ Իհարկե նոր տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը, դրանք եւս մի հարթակ են չկանոնակարգվող, որտեղ ընթանում է հենց ծխելու գովազդը, վեյփերի օգտագործումը եւ մեզնից բոլորիցս ջանք է պահանջվում իհարկե կանխարգելելու այս վնասակար սովորության տարածումը։ Ծխախոտի դեմ պայքարում դրական արդյունքներ գրանցելու համար պետությունը ձեռքը պետք է մշտապես պահի աշխարհի զարկերակի վրա, հետևելով միջազգային հաջող փորձին։ Այդ նպատակով ԱՀԿ հայաստանյան գրասենյակը առողջապահության նախարարության հետ իրականացնում են կրթական, սոցիալական, կանխարգելիչ ծրագրեր, մասնագետների վերապատրաստումներ։ Մենք աշխատում ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ ծխախոտի դեմ պայքարի մեր փորձը փոխանցելով հայ գործընկերներին։ Շատ կարևոր է, որ պետական մարմինները չընկնեն արտադրողների ծուղակը, որոնք փորձում են այդ չարիքը վաճառել նոր սերնդին։ Չէ՞ որ երիտասարդը Հայաստանի ապագա աշխատուժն է եւ կարևոր է, որ նա առողջ լինի։ Մեր նպատակն է պաշտպանել երիտասարդ բնակչությանը, խթանելով ՀՆԱ-ի երկրի տնտեսական աճը։ Աշխատաժողովի մասնակիցները վստահ են, համատեղ ջանքերը կնպաստեն ոչ միայն երկրի առողջապահական, այլև սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավմանը։ Արամ Մարանդյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։